Մեծարգո վարչապետ, հարցս ձեզ է ուղղված, մասնավորապես ուզում եմ անդրադառնալ այսօր պետական բյուջեի քննարկման ձեր ամփոփիչ ելույթում արված մի արտահայտության, որտեղ դուք դրական գնահատեցիք քաղաքական մեծամասնության աշխատանքը, ինչը հաճելի է կրկնել, եւ նաեւ նշեցիք, որ այո կարևոր է տնտեսական զարգացումը եւ տնտեսական ցուցանիշները, սակայն ամենակարևոր աշխատանքը, որը դուք այսպես ասած մատնացույց արեցիք, այն է, որ այս քաղաքական թիմը կարողացել է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդից եւ բերել նրան միտեղ, որտեղ Հայաստանի առջև բացվել են հեռանկարներ։ Սա կատարված աշխատանքի մասով եւ բոլորիս հայտնի է, որ մեր քաղաքական կարևոր օրակարգը, որով մենք գնում ենք այս պահին, դա խաղաղության օրակարգն է եւ կխնդրեմ ձեզ մեկնաբանել այս միտքը եւ դրա կապը խաղաղության օրակարգի հետ։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոց, էլի ստիպված պիտի անդրադառնամ Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը կարդաց գիտական մեթոդով ամբողջ բանակցային պատմությունը վերլուծելու արդյունքում ինչ հետևության են գալիս, իմիջիալոց էտել եմ ասել, էլի ոչ մի նոր բան չեմ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք ոչ մի վարքյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին։ Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանին, շուտ առումով այո, նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին։ Ուրիշ որևէ բանի մասին չի եղել։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել։ Սա շատ կարևոր արձանագրել։ Այլ խնդիր է դրվել այնպես անել, ես Հայաստանի տեսակետից եմ ասում եւ Հայաստանի առում, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինելու շանս չունենա։ Եվ էսա ինչքան էլ բարդ է դա խոստովանել, հասկանում ենք, չէ՞, մեր մի ամբողջ սերնդի կյանքի մասին է խոսքը, բայց մենք չենք կարող առաջ գնալ, եթե մենք սա չխոստովանենք։ Եվ երբ որ ես ասում եմ աշխարհաքաղաքական թակարդից դուրս ենք եկել, ես դրա մասին էլ եմ խոսել եմ թոկի մասին եւ այլն, հնարավոր շատ շահարկվել է, շատ օգտագործվել, բայց դա ակնհայտ բան է։ Այդ փաթեթը, որը հրապարակվել է, խնդրեմ ընթերցեք, դա դրա մասին է, թե ինչպես էր արգելակվում Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, ես ավելի լայն մասշտաբով կասեմ, տարածաշրջանը կայանալու որպես ինքնիշխան բարեկեցիկ շրջան։ Եվ հիմա ես երբ որ ասում եմ դուրս է եկել թակարդից աշխարհաքաղաքական, ես նկատի ունեմ հաստատված խաղաղությունը։ Եվ մտահոգությունները, որոնք հնչում են կամ այդպես բուրըն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները, դրանք բոլորովին ուրիշ բանի մասին են։ Դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են, ուրիշ որևէ բանի մասին չեն։ Եվ հետևաբար, այո, այսօր առավելապես օգոստոսի 8-ի համաձայնություններից եւ դրանից բխող գործողություններով մենք ես էլի ասել եմ, էլի եմ ասում, մենք այսօր պետություն ենք քան երբևէ, ինքնիշխան ենք քան երբևէ, անկախ ենք քան երբևէ եւ ասել եմ նաեւ պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից շրջանը։ Մենք երբեք նախկինում նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ։ Խնդրեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, այսինքն կարող եմ արդյոք ինձ համար ամփոփում անել հետեւյալի մասին, որ քաղաքական թիմը հիմնական աշխատանքը, որը կատարել է, դա Հայաստանի պետականության եւ անկախության ու ինքնիշխանության համար կատարված աշխատանքն է, եւ խաղաղության օրակարգը գալիս է սպասարկելու կրկին այդ օրակարգը։ Այո, եւ ընդ որում պետք է էդ էլ արձանագրել, որ չգիտեմ, դա լավ է խոստովանել, թե վատ է խոստովանել, բայց սա ի սկզբանե պլանավորված ռազմավարություն չի եղել։ Մենք մի քիչ ինտուիտիվ ենք գործել, մի քիչ
չնայած ինտուիցիան պետք չի թերագնահատել, բայց ես ուզում եմ ասել, որ սա մենք քաղաքական մեծամասնության մասին ենք խոսում, բայց ես ուզում եմ լրացնել նաև սկզբից ասացի կառավարություն, հետո ասացի քաղաքական մեծամասնություն, սա իրականում ժողովրդի մասին է։ Հակառակ դեպքում մենք 20 թվից հետո ո՞նց էինք ընտրություն հաղթում։ Հակառակ դեպքում այդ process-ների արդյունքում մենք ո՞նց ենք շարունակում այսօր միջև հիմա մնալ կառավարողուժ Հայաստանի Հանրապետություն։ Ինչի հաշվին ենք շարունակում մնալ կառավարողուժ Հայաստանի Հանրապետության։ Մի բանի շնորհիվ, որ ժողովուրդը այնտեղ, որտեղ, այսպես ասած, ակադեմիական տեքստային մակարդակով չի բան արել, չի մշակել ինֆորմացիան, թե ինչա տեղի ունենում, ինտուիցիայով տեսել է, որ տեղի ունեցող process-ը իր ներքին զգացողությանը, իր ներքին զարկերակին համահունչ է։ Թե չէ որ ժողովուրդը որևէ իշխանություն չուզենա որ մնա, ո՞նց կարա այդ իշխանությունը մնա։ Բացառված բան է։ Եվ հետևաբար այո, ես ուզում եմ կառավարություն, քաղաքական մեծամասնություն կամ քաղաքական մեծամասնության եւ ժողովրդի այս համատեղ բանը, համատեղ արդյունքը արձանագրել։ Ես դրա համար եմ ասում, այս խաղաղությունը իր խաղաղությունն է, Հայաստանի քաղաքացու խաղաղությունն է, ժողովրդի խաղաղությունն է, որի հետ, որի համահեղինակը ինքը ամեն օր թղթերի վրա չի աշխատել, բայց ինքը կանաչ լույս է տվել, որ մենք աշխատենք։ Կանաչ լույս է տվել այն ժամանակ, երբ որ թվում էր, թե ընդհանրապես դա հնարավոր չի։ Դա հնարավոր էր մենակ մի պարագայում, երբ որ ժողովրդի ներքին զարկերակը իրան մղելա, որ այս ճիշտ ճանապարհը, ինչքան էլ դժվար դաժանա, ճիշտ ճանապարհը պետքա գնալ այդ ճանապարհով։ Եվ այսօր արդեն մենք կարող ենք ասել, որ այդ ճանապարհի իրավացիությունը ապացուցված է։ Նախորդող շրջանում իմիջայլոց ասեմ, ցանկացած հարցի լուծման, ցանկացած առաջարկ, ցանկացած տեղաշարժ, ընդամենը իմ նշած թոկը ավելի էր ձգելու Հայաստանի վզին։ Ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի հարցի լուծման մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին, որովհետև էլի այս ամբիոնից տասնյակ անգամ ասել եմ, Ղարաբաղի հարցը 96 թվին լուծված ավարտված ա եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ մեկ չի ասել։ Շնորհակալ։